Հիսուսի ծնունդին ինչ կարող ենք տալ Հիսուս Քրիստոսին։ Ամենաթանկ արդեն տվել ենք Հիսուսին, մեր սիրտը եւ մեր կյանքը։ Բայց կարող ես ասել, Տեր, ինչ կուզես, որ ես քո ծնունդին անեմ։ Եվ միգուցե Աստված քո սրտում դնի, որ որևէ մեկին ուրախացնես։ Մենք ոչինչ չենք կարող Տիրոջը տալ, մենք չունենք այնպիսի, կարող ենք միայն այն անել, հանգանակություն կա եկեղեցում, ինչպես Սուրգիկն մեզ պատվիրում, հանգանակում ենք գումար, միգուցե կարող ենք այսպես անել, բայց համարում ենք սա որպես մեր հոգևոր մարդկանց Սուրբ Խոսքի կատարումը։ Դա դնենք կողքի։ Ես ինչ կարող եմ քո ծնունդի համար անել, Տեր, միգուցե ինչ-որ մեկին օգտակար լինեմ։ Օրինակ դու ինչ կուզենայիր անել, Տեր, իմ այս ընկերուհուն, իմ այս ընկերոջը։ Ինչ կուզենայիր անել, ես ինչ կարող եմ անեմ նրա համար, Տեր։ Կարող է նյութական էլ չլինի ընդհանրապես։ Այդ օրը գնաս ուղղակի իրան ուրախացնես, գնաս այցելես, ասես, եկել եմ այսօր տենամ դու ոնց ես, ու ասեմ, որ Հիսուսը քեզ սիրում է։ Հիսուս Քրիստոսի ծնունդը եկեք ավելի նշանակալի դարձնենք մեր առօրյայում, մեր կյանքում, մեր այսօրվա օրվա եւ վաղվա օրվա մեջ ավելի նշանակալի դարձնենք եւ ասենք, Տեր, ես հանուն քո ծնունդի սիրում եմ այս մարդուն։ Հանուն քո ծնունդի ներում եմ այս մարդուն։ Հանուն քո ծնունդի ուրախացնում եմ այս մարդուն։ Հանուն քո ծնունդի Տեր, այսինչ բանը ես անում եմ։ Համաձայն եք, հա, սիրելիներ։ Փառք Տիրոջը։ Ինչ լավ է։ Երբ որ համաձայնվում եք իմ հետ պատգամների հետ, այնքան եմ ուրախանում, որ ես ձեր հովիվն եմ։ Որտեվ ու շնորհակալ եմ այդ վստահության համար։ Որ համաձայնվում եք, ամեն եք ասում, սենց ուրախանում, ասում փառք ես Տեր ջան։ Այս ինչ լավ ենք մենք իրար հասկանում։ Հա, փառք Տիրոջը։ Շատ լավ։ Եկեք Ղուկաս ավետարան 2-րդ գլխից կարդանք։ Ղուկաս ավետարան 2-րդ գլուխ 8-ից 12 խոսքերը։ Այնտեղ դաշտում մնացող հովիվներ կային, որոնք գիշերը իրենց հոտերն էին պահում։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը նրանց առաջ կանգնեց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը եւ մեծ վախ ապրեցին։ Եվ հրեշտակը նրանց ասաց. մի վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու։ Այսօր Դավթի քաղաքում ձեր համար փրկիչ ծնվեց, որ է օծյալ Տերը։ Սա ձեզ համար նշան կլինի։ Մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված։ Մի վախեցեք, ձեզ ուրախության լուր եմ հայտնելու։ Կգտնեք երեխային մսուրի մեջ դրված։ Մսուրը դա գոմում անասնակերի ամանն էր եւ դա Հիսուս Քրիստոսի օրորոցը դարձավ։ Օրինակի համար կովենք չէ ասում, ուրիշ բան չենք ասում։ Ուրիշ բաներում անասուն են ասում, բայց մենք կով ենք ասում։ Հորթիկը, լավ, կովը։ Այդ կերակրամանն էր եւ այնտեղ կարծում եմ խոտեր դրեցին եւ Տեր Հիսուսը ծնվելուց հետո դրեցին այնտեղ որպես իր մահճակալ, որպես իր օրորոց։ Երկինքն ու երկիր արարող։ Ամենակարող Աստվածը հոժարվեց ծնվել ահա այսպես։ Մինչև կշարունակեմ կարդալ, մեկ բան ուզում ասել։ Մենք երբեմն երբ որ ասում ենք, որ Քրիստոսը ծնվեց, այնուհետև խոսում ենք Հիսուս Քրիստոսի խաչելության մահվան մասին, ասում ենք համայն մարդկության համար, բոլորի համար, աշխարհի համար, բայց հավատացնում եմ քեզ, Աբել ջան, եթե միայն դու լինեիր երկրի վրա ապրող, ինքը նորից կծնվեր աշխարհ գալ քո համար։ Այդքան շատ է սիրում ինձ եւ քեզ Տեր Հիսուսը։ Եթե միայն քո ընտանիքը լիներ երկրի վրա, երկիր մոլորակի վրա բնակվող, ինքը կծնվեր քո համար, քո ընտանիքի համար։ Նա որդի պետք է ծնի, եւ նրա անունը Հիսուս պետք է դնես, որովհետեւ նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից։ Այս ամենը եղավ, որպեսզի իրականանա Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը։ Ահա կույսը կհղիանա եւ որդի կծնի, եւ նրանք կկոչեն Էմանուել, որը նշանակում է Աստված մեզ հետ։ Աստվածպաշտության խորհուրդը հայտնապես մեծ է։ Ո՞րն է Աստվածպաշտության խորհուրդը։ Աստված մարմնով հայտնվեց, հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։
մեկ նախադասությունով, մեկ խոսքի մեջ առաջ Տիմոթեոս 3:16-ում նկարագրում է ամբողջ աստվածապաշտության խորհուրդը որն է։ Սա է։ Ահա մենք հավատում ենք այս ամենին։ Աստված մարմնով հայտնվեց։ Նա մարգարե չէր միայն, նա միայն թագավոր չէր, նա միայն սուրբ չէր, նա Աստված էր։ Նա ծնվեց մարմնով, բայց նա գոյություն չունեցավ այդ ժամանակ, նա գոյություն ուներ հավիտենությունում, նա գոյություն ուներ միշտ, նա պարզապես հոժարվեց, որ մարդու մարմին հագնի։ Նա չծնվեց բնական կերպով, ինչպես որ մենք գիտենք, նա ծնվեց կույսի միջոցով, Սուրբ Հոգու կողմանե, դրա համար Սուրբ Գիրքը մեզ հստակ ասում է, Աստված մարմնով հայտնվեց, Աստված չէր կարող ծնվել, Աստված պարզապես հայտնվեց։ Խոնարհվեց որպես մարդ, մեր նման։ Ինչու Աստված խոնարհվեց որպես մարդ, որտեղ նա ուզում էր մարդուն հասներ։ Նա ուզում էր մարդուն փրկեր։ Նա ուզում էր մարդու հետ խոսեր։ Եթե Աստված ուզենար կենթանական աշխարհի հետ խոսեր, կարծում եմ նա որպես մի աղավնի եւ որպես մի գառնուկ կդառնար նրանց խոսելու համար։ Եթե բուսական աշխարհին կամ հրեշտակներին նա կնմանվեր նրանց, նա կդառնա այդպեսին, բայց նա դարձավ որպես մարդ, որտեղ նա ուզում էր փրկել մարդուն եւ խոսել մարդու հետ։ Մենք չգիտենք Աստված ինչպիսին է։ Մենք չգիտենք կամ գիտենք, միգուցե գիտենք Աստված ինչպիսին է։ Որտեղ Աստված խոսում էր դարեր շարունակ, ինչպես էր խոսում Աստված, օրինակ ինչպես խոսեց Մովսեսի ժամանակաշրջանում Աստված խոսեց ամպի սյունի այդ ամպերի գորգորացի միջոցով։ Այսպես էր Աստված խոսում։ Եվ ժողովուրդը վախենում էին Սինա լեռանը մոտենալ, որտեղ վախենում էին, որ իրենք կզարկվեն եւ կմահանան։ Աստված խոսում էր, Աստված հզոր մեկն էր։ Մեկը մի սխալ բան էր անում եւ նրանք պատժվում էին, մահանում էին կամ չգիտեմ, բորոտանում էին, ինչ որ մի խնդիր էր առաջանում։ Աստված այսպիսին էր։ Ինչպիսին է Աստված։ Մեկը, հզոր մեկը, ահեղ մեկը, դատող մեկը, պատժող մեկը, ահեղ այսպես, ինչպիսին է Աստված։ Իդեպ Հիսուս Քրիստոսից հետո էլ անգամ դարեր հետո եկեղեցին շեղեց, ծռեց եւ Աստծուն ներկայացրեց նորից այսպիսին, դաժան մեկը։ Բայց իրականությունը սա էր, ինչպիսին է Աստված եւ Տեր Հիսուս Քրիստոս երկրի վրա լինելով ասաց. Ինձ տեսակ, հորը տեսակ։ Նրա ծնունդով նա հայտնեց ինչպիսին է Աստված։ Մենք սկսեցինք ճանաչել Աստծուն, թե ով է Աստված եւ ինչպիսին է Աստված։ Եվ նրա ծնունդով մենք հասկացանք, որ Աստված սիրող է, Աստված ընկերակցող է, Աստված ներող է, Աստված համբերող է, Աստված ընդունող է, Աստված օրհնող է, Աստված փրկող է։ Եվ նրա ծնունդով մենք այս ամենը տեսանք եւ նա հայտնեց, թե ինչպիսին է Աստված փառքերը։ Նա հայտնվեց, որ բոլոր մարդիկ լուսավորվեն, բոլոր մարդիկ փրկվեն։ Տեր Հիսուսը հայտարարեց ասելով. Ես եկա, որ կյանք ունենաք եւ ավելին ունենաք։ Հովանու ավետարանը հենց առաջին գլխի մեջ խոսում է. Ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։ Ճշմարիտ լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհի գալիս։ Նա աշխարհի մեջ էր եւ աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայիններին մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Քրիստոս Հիսուս աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ, Պողոս առաքյալը ասեց։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը հայտարարեց. Ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան եւ առատ կյանք ունենան։ Նա եկավ, որպեսզի կյանք ունենան։ Նա եկավ, որպեսզի ուրախություն։ Գիտեք, Սուրբ Ծնունդը ուրախության լուր է, տոնախմբության լուր է, ցնծության լուր է։ Կարող ենք ամեն ասել։ Մենք պետքա ցնծանք եւ ուրախանանք։ Այստեղ երբ որ ուրախ երգեր եղավ, մենք ծափ տվեցինք եւ ուրախացանք, որտեղ ցնծության եւ ուրախության օր է այսօր։ Մենք պետք է ուրախանանք, որտեղ տոնախմբության օր է։ Հրեշտակը հայտնվեց, ասեց. ուրախություն եմ հայտնում ձեզ։ Ուրախություն եմ հայտնում ձեզ։ Ուրախության լուր է սա։ Կարող է ոմանց համար այսօրվա օրը ասոցացվի տխրությամբ, որտեղ այսօրվա օրը հնարավոր է, որ քո ազգական այլևս քեզ հետ չէ, կամ ինչ որ մի բան է տեղի ունեցել, որ քեզ հիշեցնում է այսօր։ Սովորաբար այդպես է, երբ որ մի ուրախ օր է լինում, մենք սկսում ենք հիշել եւ ափսոսալ եւ տխրել բաների համար, որոնք անցյալում տեղի են ունեցել։ Բայց ուզում այսօր հորդորել քեզ ասելով. ցնծա եւ ուրախացիր։ Այսօրվա օրը արժանի է, որ դու ուրախանաս, որ դու փառաբանես Աստծուն, որ դու իսկապես սրտով ուրախանաս,
Ուրախ լուր եմ հայտնում ձեզ։ Հրեշտակը գիտեր, որ Հիսուս Քրիստոսը մերժվելու է։ Լույսը գալու է եւ խավարը լույսին չի ընդունելու։ Գալու է իրենների մոտ, յուրայինների մոտ է գալու։ Իր ազգականների մոտ է գալու, ազգականները չեն ընդունելու։ Նա գիտեր, հրեշտակները գիտեին, որ ինչ որ մեկ օր Հիսուս Քրիստոսին մատնելու են, դավաճանելու են, խաչն են գամելու նրան, սպանելու են նրան։ Նա գիտեր, որ անարգվելու է։ Այև այս ամենը ամփոփվում էր հենց ծնունդով էր ամփոփվում այս ամենը։ Բայց միևնույնն է, այս բոլորի հետ մեկտեղ նրա խաչելություն, նրա անարգանքը, նրա չընդունված լինելը, նրա մերժվելը միևնույնն է։ Աստծո ասում է այս մեկ խոսքի մեջ. ուրախ լուր ունեմ ձեզ հայտնելու։ Էական չի մեր կյանքի հետ ինչ է պատահում։ Էական չի ինչպիսի ընթացք ենք մենք ունենում։ Կարևորը սա է. Հիսուսը ծնվել է իմ կյանքի մեջ։ Մնացյալ ամեն բաները ինքը ի վիճակի է, ինքը կարող է վերահսկել, ինքը կարող է վատը լավին փոխել, ինքը կարող է մեղքը ներել, ծածկել, ինքը կարող է դժոխքին դատապարտված մարդուն կյանք տալ եւ հավիտենական կյանք շնորհել։ Ուրախ լուր ունեմ հայտնելու ձեզ. Քրիստոսը ծնվելու է։ Հրեշտակը ասեց. Սիրելիս, ինչպիսի իրավիճակում էլ լինենք, այս ուրախ լուրը թույլ տանք, որ Տերը մեզ ուրախացնի, ցնցանք եւ ուրախանանք։ Սուրբ ծնունդը տոնախմբության եւ ուրախության մասին է։ Ոմանք այս ուրախությունը տոնում են այսպես. մի քիչ ավելի փոքր բաժակ է լինում, ձեր կենացը ու գնաց։ 2-3 բաժակ հետո էլ չեն հիշում, թե ասում եմ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, իրենք մոռանում են ինչի համար են հավաքվել։ Առիթ էր էլի։ Ոմանք ուրախությունը, ես հիշում եմ, երբ որ Ուկրաինայում ենք ապրում, 2-3 օր, 4 օր արձակուրդ էր, 4 օր հիմնականում հարության տոնի հետ կապված, 4 օր արձակուրդ էր, այդ օրերին այդքան հարբած մարդիկ ես չէի տեսել փողոցներում, պայդեզներում, որքան այդ օրերին էի տեսնում։ Հիսուս Քրիստոսի հարությունն էին տոնում։ Սիրելիներ, սա ուրախության տոն է, եւ մենք պետք է ուրախանանք եւ ցնցենք հոգեվորապես, Աստծուն հաճելի կերպով։ Եվ ինչն է Աստված ուրախություն համարում, այս սա է մեզ համար կարևոր։ Սուրբ ծնունդը խոնարհության մասին է։ Նա եկավ, որպեսզի կյանք ունենանք եւ ավելին ունենանք։ Նա հայտնվեց խոնարհությամբ։ Ինչ է խոնարհությունը, սիրելիներ։ Խոնարհությամբ նա, ինչպես ասեցի, մսուրի մեջ դրվեց, նա ծնվեց կենթանական, անասնական այդ գոմում, նա խոնարհվեց եւ մարդ դարձավ։ Սա սովորացնում է մեզ, որ խոնարհությունը ինքներս մեզ ցածրացնենք ուրիշներին բարձրացնելու համար։ Սուրբ ծնունդը սրա մասին է։ Կարող ասես, չէ, ես ճիշտ եմ, ես արդար եմ, ես իսկ Հիսուսը ասեց, այ ես սուրբ եմ եւ արդար եմ, բայց ես ցածրանում եմ, որպեսզի նա բարձրանա։ Ոչ թե ես ընդունում եմ իմ մեղքը, իմ սխալը կամ էլ ես ասում եմ, լավ, ձեն չեմ անում, լավ, վերջ, ձեն չէ, ես ցածրացնում եմ ինձ, որպեսզի նա բարձրանա։ Ես ինձ կարամ ցածրացնեմ, բայց որ ինքը բարձրանա, երբեք։ Խոնարհությունը սա է, ցածրացնում եմ ինձ, որպեսզի նա բարձրանա։ Սուրբ ծնունդը խոնարհության մասին է։ Սուրբ ծնունդը զոհաբերության մասին է։ Նա իր կյանքը դրեց, նա հավիտյան եղել էր եւ կար եւ լինելու էր։ Նա սկիզբ չունի, նա Աստված է ամենակարող եւ հավիտենական, բայց նա հոժարվեց զոհաբերության գնալ, մարդու մարմին հագնել։ Եվ ինքը այսպես արտահայտեց զոհաբերությունը։ Ես ինձ զոհաբերում եմ, ես ինձ զոհաբերում եմ, ինձանից վերցնում եմ եւ տալիս եմ քեզ։ Ես ինձ զոհաբերում եմ քո օգտի համար։ Սուրբ ծնունդը զոհաբերության մասին է։ Ես ինձ վնասում եմ քեզ օգուտ լինելու համար։ Սա է Սուրբ ծնունդը։ Երբ որ ասում են Քրիստոս ծնվել է մեր կյանքերի մեջ, մենք պետք է հասկանանք ինչ նկատի ունենք։ Քրիստոսը ծնունդը ինչ է նշանակում։ Քրիստոսի ծնունդը նշանակում է տոնախմբություն։ Քրիստոսի ծնունդը նշանակում է զոհաբերություն։ Քրիստոսի ծնունդը նշանակում է խոնարհություն։ Քրիստոսի ծնունդը նշանակում է սեր։ Կյանք ունենանք եւ ավելին ունենանք։ Նա եկավ, լույսն էր աշխարհի, բայց լույսը խավարը լույսին չընդունեց։ Նա եկավ, որ կյանք ունենանք։ Ո՞րն է այդ կյանքը, ո՞րն է այդ ծնունդը։ Խոնարհությունն է, սերն է։ Սուրբ ծնունդը խոսում է սիրո մասին։ Սիրում ենք։ Բոլոր նրանց, ովքեր որ մեզ սիրում են, Տեր Հիսուսն էլ սիրում էր մեզ այն ժամանակ, երբ որ մենք դեռ մեղավոր ենք եւ իրեն թշնամի ենք։ Նա սիրեց մեզ, երբ որ մենք մեղավոր ենք, երբ որ մենք իր դեմ ենք, երբ որ մեր գործերը իրեն դեմ են, բայց նա սիրեց։
Գիտեք ինչ է ասում սիրո մասին Սուրբ Գիրքը։ Ասում է սերը ամեն բան հանդուրժում է։ Սերը ամեն բան հանդուրժում է։ Զարմանում եք, թե որքան Աստված հանդուրժում մեզ։ Օրինակ, եթե դուք լինեիք Աստծո տեղը, այն ձեր հարևանին, որ անընդհատ ձեզի անհանգստացնում է, ինչ կանեիք։ Աստված այդ հարևանին հանդուրժում է։ Այն մարդուն, որ ձեզ խաբել է, այն մարդուն, որ ձեզ մեծ գումար է գցել, այն մարդուն, որը ձեզ վնասել է, այն մարդուն, որը ձեզ չարիք է պատճառել, ինչ կանեիք այդ մարդուն։ Այն մարդուն, որը վնասել է ձեր երեխային, ինչ կանեիք այդ մարդուն։ Աստված ասում է, Սուրբ Ծնունդը սիրո մասին է։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Սերը ամեն բան համբերում է, ամեն բան հանդուրժում է։ Սիրելի ամուսիններ, կանանց չեմ համարձակվի ասեմ, Սամվել աղբերս, տղամարդ եմ, այսպես եկեք իրար հետ խոսանք։ Սերը հանդուրժում է ամեն բան։ Էլ չշարունակեմ, չէ՞։ Այսքանով հերիքա։ Սուրբ Ծնունդը փրկության մասին է սիրելիներ, մեր փրկության մասին։ Բայց փրկության համար կարիք կար, որ մեկը զոհվեր, որտեղ դա Աստծո կանոնն էր։ Չի կարող առանց գառնուկի զոհաբերության մեկը փրկություն ունենալ։ Կյանքի դիմաց կյանք պետք է լիներ, եւ իմ կյանքի դիմաց Հիսուս Քրիստոս իր կյանքը դրեց։ Սուրբ Ծնունդը հաշտության մասին է։ Էմանուել, Աստված մեզ հետ։ Աստված հեռու էր մարդուց, բայց Սուրբ Ծնունդը խոսեց հաշտության մասին։ Աստված մեզ հետ։ Աստված հեռու էր մարդուց, Աստված հեռու էր երկրից, Աստված հեռու էր չար մարդուց, բայց Հիսուս Քրիստոսի ծնունդով Աստված նորից եկավ մարդու մեջ։ Աստված եկավ մարդկության մեջ։ Նա ապրեց եւ Աստված շատ մոտ դարձավ մարդուն։ Սիրելիս, Աստված երբեք քեզանից հեռու չէ։ Այստեղ կարող են մարդիկ լինել կամ մեզ կարող են դիտել մարդիկ, որոնք կարող են իրենց մերժված զգան, կարող են, չգիտեմ, այսպես մտածեն, որ Աստված իրենցից շատ հեռու է, կամ իրենց աղոթներին չի պատասխանում, կամ ինչու այս կամ այն բանը ինձ պատահեց, ինչու այսպես եւ այնպես եղավ իմ կյանքի մեջ։ Միգուցե Աստված ասում ես բարկացրել եմ, Աստված ինձ չի սիրում, միգուցե ես այդքան էլ լավ հավատացյալ չեմ, այդքան լավ քրիստոնյա չեմ, այդքան լավ հոգևոր չեմ։ Այսօրվա խոսքը քեզ է ուղված, ինքը քեզ մոտ է։ Էմանուել։ Սուրբ Ծնունդը հաշտության մասին է։ Եթե կան մարդիկ, որոնք դեռ Հիսուսի հետ չեն հաշտվել, հորդորում եմ քեզ այսօր այս պահին, հենց այս պահին, ասա այս խոսքերը։ Կրկնիր այս խոսքերը ինձ հետ ասելով, Տեր Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվել ես եւ աշխարհ ես եկել իմ համար։ Եվ ես ընդունում եմ, որ ես մեղավոր մարդ եմ եւ խնդրում եմ, ների ինձ իմ մեղքերը։ Արի իմ կյանքի մեջ եւ փրկիր ինձ։ Ես ուզում եմ հաշտվել քեզ հետ։ Ես ուզում եմ խաղաղություն ունենալ քո հետ, ամենակարող Աստված։ Եղիր իմ Տերը եւ իմ Աստվածը։ Իմ կյանքը ես քեզ եմ հանձնում այսօրվանից սկսած։ Եվ շնորհակալ եմ։ Ամեն։ Նա եկավ, որպեսզի մարդը հաշտվի Աստծո հետ։ Մարդուն Աստված շատ է սիրում, շատ է սիրում։ Բայց չեն կարող իրենք միասին լինել, որովհետև մարդու մեղքերը շատ էին։ Եվ Հիսուս Քրիստոսի ծնունդը խոսում է հենց դրա մասին, որ հաշտվենք Աստծո հետ։ Իսկ եթե Սուրբ Ծնունդը հաշտության մասին է, ուրեմն ոչ միայն Աստծո հետ մարդը հաշտվի, այլ նաև մարդը մարդու հետ հաշտվի։ Ոչ միայն ներվեն մեր մեղքերը Աստծո կողմանը, այլ նաև մարդկանց գործած հանցանքները մեր կողմանը ներվեն, կամ մեր գործած հանցանքները ներվեն ինչ-որ մեկի կողմանը։ Ամեն ենք ասում այս խոսքերը։ Սուրբ Ծնունդը ներելու մասին է։ Սուրբ Ծնունդը հաշտության մասին է։ Եթե քո մտքին գալիս են մարդիկ, որոնց դու նեղացրել ես, վշտացրել ես կամ հակառակը քեզ են վշտացրել, այսօր հաշտության մասին է խոսքը։ Եթե Քրիստոսը քո կյանքի մեջ ծնվել է, ուրեմն նախաձեռնիր հաշտություն ունենալ։ Ներել ոչ թե հանուն բարեկամության, հանուն շահի, հանուն ընկերության, հանուն, չգիտեմ, արտո-աղբոր խաթր, լավ, չէ, ներիր, սիրիր, հաշտվիր, հանուն նրա, որ Քրիստոսը ծնվել է քո սրտի մեջ։
որտեղ այս ծնունդը հաշտության մասին է։ Ամեն։ Ինչ լավ ամեն եք ասում, ժողովուրդ ջան։ Սենց դժվար բաների, որ ամեն եք ասում, իսկ քաջալերում եք, ես շարունակեմ էլի դժվար բաներ խոսալ, փառք Աստծուն։ Սուրբ ծնունդը կյանքի մասին է, օրհնության մասին է, հաշտության, տոնախմբության, ներման։ Սուրբ ծնունդը փառահեղ է, փառք իրեն։ Հիմա, որ ասեցի դժվար բանից, եկեք մի քիչ խոսենք։ Եթե կա կյանք, եթե կա հարցի լուծում, եթե կա հույս, եթե կա խաղաղություն, մեղքերի թողություն, ապա ինչու ես շարունակում եմ, ինչու եմ ես շարունակում ապրել առանց այս ամենի։ Եթե իրականում կա խաղաղություն, եթե իրականում կա սեր, եթե իրականում կա ուրախություն, եթե իրականում կա ներում, այդ բեռը, այդ ծանրությունը, որի ես իմ վրա կրում եմ, ինչու որտեվ 5 տարի առաջ ես ինչ-որ մի հատ մեծ սխալ եմ գործել եւ կրում եմ այդ բեռի իմ վրա։ 10 տարի առաջ ես ինչ-որ մի հատ մեծ սխալ եմ գործել եւ կրում եմ այդ բեռը ինձ վրա։ Ինչու եմ կրում այդ բեռը իմ սրտում, իմ կյանքում, եթե ես կարամ ազատ լինեմ։ Եթե Սուրբ ծնունդը խոսում է ներման, ազատագրման մասին, ուրախության մասին, սիրո մասին, ինչու ես չեմ կարող ապրել այդ կյանքը, որովհետև խոսում է դրա մասին։ Եսայիա մարգարեն խոսում է այս թեմայով, բայց եկեք Սուրբ Գիրքը կարդանք, «Ո բոլոր ծառավացներ, եկեք ջրերի մոտ, եւ դուք որ փող չունեք, եկեք գնեք ու կերեք, եկեք գնեք գինի ու կաթ առանց փող, առանց գնի, ինչու եք ձեր դրամը ծախում մի բանի համար, որ հաց չի, ինչու եք ծախում ձեր վաստակը այն բանի համար, որ չի կշտացնում, ուշադրությամբ լսեք ինձ, եւ բարիք ճաշակեցեք, ու ձեր անձը զվարճացրեք պարարտ ուտելիքներով, ձեր ականջը խոնարեցրեք եւ եկեք ինձ մոտ, լսեք ինձ եւ ձեր անձը կապրի։ Ինչու չունի մարդը, երբ որ այս ամենը կա Հիսուսի ծնունդը, որովհետև փորձում է իր ուժերով, որովհետև փորձում է իր արդարությունով, որովհետև փորձում է իր ֆինանսով, որովհետև փորձում է իր կարողություններով, ես կհասնեմ սրան, ես սա էլ կունենամ, չէ, ես իմ սրտի մեջ խաղաղություն կունենամ, լավ, արի ես մեկն է բանը, այս մի բանն է փորձեմ, լավ, այս ինչ բանն էլ ես կարողանամ փորձեմ, եւ այդպես մարդիկ կարող են փորձել, շատ բաներ կարող են փորձել, շատ փող վաստակել կարող են փորձել, հետո հասկանան, որ փողի մեջ խաղաղություն չկա, ավելի հոգսերը շատացավ այն մարդ։ Կարող են փորձել օրինակի համար, չգիտեմ, մարմնի հաճույքների մեջ։ Ներողություն եմ խնդրում, բայց մարմնի հաճույքների մեջ կարողանան փորձել։ Այդ բաները ասում ենք լևի պրավի գնալ, հա, այսպես, ներողություն եմ խնդրում։ Այսպես, Սուրբ Գիրքը անվանում է շնություն գործել, անառակություն գործել։ Մարմնին հաճելի է դա։ Աստծո կողմից ստեղծված բնական հաճույք է դա, որը որ ամուսնական, օրինական է ամուսնական կյանքի համար, բայց մարդը կարող է դա օգտագործել ոչ օրինական եւ ասել, մարմնից հաճույք լինի։ Տեսնում եմ, որ չէ, դրա մեջ էլ չի խաղաղությունն ու կյանքը։ Լավ, փորձենք միգուցե այլ հաճույքների մեջ։ Ինչն է հաճույք այդ բանը, ճանապարհորդությունը, խմիչքը, թմրադեղը, ինչն է հաճույք։ Չգիտեմ, ինչն է հաճույք, մարդկանց վրա ծիծաղելը, մարդկանց անարգելը, միգուցե դա է հաճույքը։ Ամեն բան կարող է մարդը փորձել, եթե կհասցնի իր կյանքում ամեն բան փորձի, կարող է մի օր փաստի առաջ կանգնի։ Եվ տեսնում է, որ չէ, ինչու, որտեղ իր ուժերով է փորձում։ Իր կարողությամբ է փորձում։ Իսկ Աստված ասում է, ինչու ես տանջվում։ Արի, ձրի է։ Ոնց ձրի է։ Ոնց է ձրի։ Հենց այդպես։ Բա ոչ մի բան պետք չի անենք, սովորաբար երբ որ նորերը գալիս են եկեղեցի, օրինակի ասում են, ինչա պետք անել, որտեվ սովոր են, որ քահանայի գրպանը պետք է գումար դնեն, սովոր են, որ ինչ որ մի բան պետք է եկեղեցի բերեն, որ մեկ իրանց լավություն ա, իրանք ինչ որ լավություն պետք անեն։ Ինքը եկել է եկեղեցի, երգի աղոթքի ժամանակ, խոսքի ժամանակ Աստված կպել է իր սրտին։ Ինքը վերապրել է Աստծո այցելությունը, զգացել է, որ Աստված ներկա է։ Ինքը ինչ որ բան է վերապրել իր աղոթքի մեջ, ու հիմա ուզում է իր երախտիկը հայտնի, ինչ որ բան անի։ Մենք ասում ենք, դա Աստված արե, դա ձրի է։ Ոնց թե ձրի է։ Հա, ինչ էր պետք պարզապես հավատալ եւ հավատքի քայլ անել։ Տվյալ դեպքում հավատքի քայլը եկեղեցի գալն է։ Հավատքի քայլը տան աղոթելն է։ Հավատքի քայլը Աստծուն կանչելն է։ Հավատքի քայլը Սուրբ Գիրք կարդալն է։ Ինչու եք վատնում ձեր ունեցածը։ Ինչու եք վատնում ձեր կյանքը։ Եկեք, ձրի է, անվճար է։ Սիրելիներ, մեր կարողությունով եւ մեր ուժերով պետք չի փորձենք արդարանալ, պետք չի փորձենք հաճեցնել Աստծուն, պարզապես պետք է Աստծուն ընդունենք մեր կյանքերի մեջ եւ հետևենք իրեն իր խոսքի համեմատ։ Անուշ քույրս, ոչ թե հետևենք Աստծուն, որովհետեւ շատ մեծ փորձ ունենք, շատ մեծ գիտություն ունենք,
Կամ չգիտեմ, հետևենք Աստծուն այնպես, օրինակ դու ասես, հետևեմ Աստծուն այնպես, ինչպես Սուրիկս կասի։ Տենց ասում ես, հա, Սուրիկս, թե։ Հետևենք Աստծուն, ինչպես որ Սուր Գիրքը կասի։ Կամ ինչպես որ Սուրիկ աղբերս կասի Սուր Գրքով։ Դրան էլ ամեն ասեցին փաստորեն։ Փառք Տիրոջը։ Ինչ ունես դու, որ չես ստացել։ Եվ եթե ստացել ես, ինչու ես չստացողի պես բարձենում։ Կորինթացիներին էր ասում Պողոս առաքյալ, եթե ստացել ես, ինչու ես դու ապրում կամ բարձենում չստացածի պես, կա աշխարհում։ Նարեկ ջան, աշխարհում կա բժշկություն, խաղաղություն, օրհնություն, կյանք, գնաց։ Ինչու ես ստացել, բայց ապրում ես չստացածի պես։ Գիտեք, շատ դեպքերում մենք կարծում ենք, որ ինչ-որ բանի կարիք ունենք, բայց Հիսուս Քրիստոսի հայտնվելը, նրա մեր հետ մտերմանալը թույլ է տալիս, որ մենք վստահենք իրեն, օրինակի համար։ Մի անձնավորության բերեցին Հիսուս Քրիստոսի մոտ, որ անդամալույց էր եւ գիտենք տանիքը քանդեցին, իջացրեցին Հիսուսի մոտ, որտեղ չէին կարող մոտենալ ժողովրդի շատության պատճառով։ Եվ Հիսուսը փոխանակ էս մարդուն ասեր, վեր կաց եւ քայլիր, բժշկված ես, դու ոտքերը թող զորանա եւ այլ, ասես քո մեղքերը ներված են քեզ։ Տեր Հիսուս, մենք վերել ենք այս մարդուն բժշկության համար, բայց Տեր Հիսուսը ավելի լավ գիտի ինչա պետք առաջնային այդ մարդուն։ Տեր, ես այնքան եմ ուզում, որ դու օրհնես ինձ, մի լավ բնակարան տաս քաղաքի կենտրոնում, երրորդ հարկում, արև կողմ լինի, քառակուսի մետր ասենք, հա։ Ջան ժողովուրդ ջան։ Բայց Աստված գիտի ինչ է մեզ պետք։ Այո։ Բայց հետարքիր է, որ մեղքերը ներելուց հետո անդամալություն բժշկեց։ Աստված գիտի ինչ է քեզ պետք, կտա ու հնարավոր է բնակարանն էլ տա քաղաքի կենտրոնում։ Ու Սուրբ Գիրքը ասում է, որ այն ինչ որ մենք խնդրում ենք, ինքը ավելին է մեզ տալի։ Ու կարող եք խնդրել ես 60 քառակուսի մետր, ինքը տալիս է քեզ 110 քառակուսի մետր։ Խնդրել ես 1-ը, տալիս է քեզ 2-ը։ Ող չի։ Լավ, ժողովուրդ ջան։ Ուղղակի ինչ եմ ուզում ասել, հաշտվիր Հիսուսի հետ։ Իր ծնունդը խոսում է հաշտության մասին ու վստահիր իրեն, ինքը ավելի լավ գիտի ինչա քեզ պետք։ Իսկ եթե կա այս ամենը, ինչու եմ ես փորձում կրկին իմ ջանքերով։ Փառք Տիրոջը։ Սամարացի կինը, երբ որ Հիսուսի մոտ նստած խոսում էր, sense փորձում էր ինչ-որ բաներ խոսար, ասեր, բան եւ այլն, Հիսուս ասեց, եթե իմանայիր ով է քեզ հետ խոսողը, նրանից կյանքի ջուր կուզեիր։ Շատ դեպքերում մենք չգիտենք, ուղղակի պետք է վստահենք իրեն։ Սիրելիներ, Հիսուս Քրիստոսի ծնունդը մեղքերի թողության, ուրախության, մեր կյանքի, հավիտենական կյանքի մասին է։ Եկեք ապրենք այդ կյանքը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Այս համար Հիսուսը հայտնվեց։ Այս համար Հիսուսը եկավ աշխարհ։ Նաև ինչու համար Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ։ Եբրայեցիների առաջին գլուխ 1-2 ասում է. Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ, մարգարեների միջոցով։ Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգը կարգեց եւ որի միջոցով ստեղծեց նաեւ դարերը։ Մարկոս ավետարանի մեջ Տեր Հիսուսը խոսեց իր մասին ասելով. նրանց ասաց. մոտակա գյուղաքաղաքները գնանք ու այնտեղ էլ քարոզեմ, որտեղ դրա համար եմ եկել։ Հովանոս 18:37 Արդ Պիղատոսը նրան ասաց. ուրեմն դու թագավոր ես։ Հիսուսը պատասխանեց. դու ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է։ Եվ ճշմարտությունը կճանաչեք, ու ճշմարտությունը ազատ կանի ձեզ։ Ինչից ազատ կանի։ Սատանայի իշխանությունից, մեղքի գերությունից, հավիտենական դժոխքի տանջանքից,
այս մարմնի իշխանությունից ազատ կանի, երբ որ մարդը ճշմարտությունը լսի եւ ընդունի, փառք մեր Աստծուն։ Հիսուս Քրիստոսի հայտնությունը հենց դրա մասին էր։ Ինչու Տեր Հիսուսը եկավ աշխարհ, որպեսի հայտնի, որպեսի խոսի։ Հովհաննես ավետարանը հենց դրա մասին է խոսում, ասում է՝ բանը Աստծո կամ խոսքը Աստծո։ Այն ծնվեց եւ աշխարհ եկավ, որ Աստծո պատգամն էր, երկնքի պատգամն էր ուղված երկրին։ Աստծո խոսքն էր։ Եվ նրա առաքելությունը հենց սա է։ Գա աշխարհ, հասնի մի տարիքի եւ խոսի մարդկանց հետ։ Եվ խոսի Աստծո ճշմարտության մասին, քարոզի եւ վկայի, եւ միևնույն ժամանակ դրսևորի, խոսի։ Աստված խոսեց իր որդու միջոցով, եւ այսօր Քրիստոսի ծնունդը նրա մասին է, որ խոսում է նա իր ճշմարտության մասին, երկնքի մասին, Աստծո ճշմարտության եւ արդարության մասին։ Իսկ ինչպես է այսօր խոսում նրա հայտնությունը։ Գիտեք, օրինակի համար Տեր Հիսուս Քրիստոսը մարդու նման լինելով եւ մարդկանց հետ խոսալու համար իրեն հարկավոր էր մարդու նման լինել։ Իսկ ինչ եղավ Հիսուսի հետ, նա մարմին հագավ։ Նրան դրեցին սովորական մարդկային անունով կոչեցին նրան, Հեսու կամ Հիսուս, Յաշուա։ Սովորական մարդու անուն էր հրեական եբրայցիների համար սա։ Եվ նա սովորական ընտանիքում ծնվեց։ Նա ընտրեց Հովսեփի եւ Մարիամի ընտանիքը։ Նա չսերվեց Հովսեփից, բայց Հովսեփը նրան հայրություն արեց։ Մի քիչ կարող է մեզ համար խորտ լինի, բայց Հովսեփը Հիսուս Քրիստոսի երկրավոր հայրն էր, մեր լեզվով ասած խորտ հայրն էր։ Նա հայրություն արեց։ Մարիամը իր որովայնում կրեց, նա զգաց Հիսուսին, նա ծնունդ տվեց Հիսուս Քրիստոսին։ Եվ նրանք սովորական ընտանիք էին, եւ Հիսուսը մեծացավ սովորական ընտանիքում։ Նա հասավ ինչ-որ մի տարիքի, նա մեծանալով հասավ 30 տարեկանի եւ նա սկսեց խոսել։ Նա պատգամաբերն էր, նա խոսքն էր երկնքի, նա պատգամն էր, նա ճշմարտության ձայնն էր երկրի վրա։ Նա մարմին հագավ, որպեսզի հասանելի լինի մարդկությանը։ Երբ որ Քրիստոսը ստեղծեց իր եկեղեցին, Սուրբ Գիրքը խոսում է նրա մասին, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Քրիստոսի առաքելությունը կատարելու համար հարկավոր է մարմին։ Դու կլինես այդ մարմինը։ Դու կլինես այդ անձը։ Դու կլինես այն մարդ հասելով հայտնվիր իմ միջոցով այս աշխարհին Տեր Հիսուս։ Հայտնվիր իմ միջոցով այս աշխարհում Տեր Հիսուս։ Մարիամը, երբ որ հրեշտակ իրեն հայտնեց Հիսուս Քրիստոսի ծնունդի լուրը, նա ասեց. Ես Աստծո խոնարհ ծառան եմ։ Հնազանդվեց, ենթարկվեց Աստծո կամքին եւ ասեց. թող այնպես լինի, ինչպես Աստված ուզում է։ Նա իրեն տրամադրեց Աստծո կամքին եւ Հիսուս Քրիստոսը ծնվեց այնտեղ։ Ես այդ մարմինն եմ, որ կարողանամ խոնարհվել եւ ասել. Տեր, թող իմ կյանքը, իմ մարմինը, իմ ունեցվածքը, իմ ամբողջությունը ծառայի միմիայն քեզ։ Հիսուս Քրիստոսի ծնունդը ավետարանը քարոզելու մասին է։ Հիսուս Քրիստոսի ծնունդը ճշմարտությունը հռչակելու մասին է։ Հիսուս Քրիստոսի ծնունդը ճշմարտությունից չամաչելու մասին է։ Հիսուս Քրիստոսի ծնունդը ճշմարտությունը դրսևորելու մասին է, ապրելու մասին է, այն հռչակելու մասին է, խոսքով, կյանքով, գործերով։ Նա չամաչեց իմ Աստվածը լինելու, նա չամաչեց Պետրոսին իրեն աշակերտ կոչելու, նա չամաչեց ուրացող կամ անհավատ Թովմասին իրեն ընկերը կոչելու, նա չամաչեց սովորական մահկանացուներին իր ընկերներն ու բարեկամները կոչելու, նա չամաչեց Հովսեփի եւ Մարիամի որդին կոչվելու, նա Աստված էր, բայց նա չամաչեց։ Ինչու ես պետք է ամաչեմ նրա անունով կոչվել։ Ինչու ես պետք է ամաչեմ նրա մասին խոսել։ Ինչու ես պետք է ամաչեմ, որ նրա մասին չխոսեմ։ Ես չեմ ամաչում Քրիստոսի անունին վրա կրելուց։ Ես չեմ ամաչում, ինչպես ուզում են այսօր անվանեն։ Ես քրիստոնյա եմ։ Այո, կարող են ասել կամ ես ինքս կարող եմ ասել, ես հավատացյալ եմ, ես հոգևոր եմ, ես վերնատուն եկեղեցու անդամ եմ։ Ցույց տուր քո պատկանելությունը։ Ցույց տուր քո պատկանելությունը։ Ո՞վ ես դու։ Քրիստոնյա եմ։ Ինչ քրիստոնյա ես։ Քրիստոնյա եմ։ Ինչ քրիստոնյա ես։ Հայ քրիստոնյա եմ։ Սիրելիս, ամաչում ես քո եկեղեցուց։ Ամաչում ես քո ընտանիքից։ Չէ, դե ուրիշ ձև կհասկանան։ Մի քիչ աշխարհը ուրիշ ձևով է հասկանում։ Ոնց ուզում է հասկանալ։
Եթե դու գտնվում ես մի վայրում, որից չես ամաչում, եւ որ քեզ ծնել է հոգեվորապես, կամ այնտեղ գտել ես Աստծուն, կամ Աստված այնտեղ քեզ հայտնվում է, մի ամաչիր։ Մի նահանջիր, սատանային տեղիք մի դուր։ Աստված է քեզ օրհնել, Աստված է քեզ կյանք տվել, Աստված է քեզ առողջություն տվողը, Աստված է քո գործային հաջողություն տվողը, Աստված է քո կյանքը օրհնողը։ Մի ամաչիր, խոսելու նրա մասին, որտեղ Հիսուս Քրիստոսը ապրեց, ծնվեց, աշխարհ եկավ, 30 տարի ապրեց իր հորական ընտանիքում այս նպատակի համար, որպեսզի հասնի մի տարիքին եւ նա կարողանա խոսել համարձակ, դավանել համարձակ երկնքի ճշմարտության մասին։ Ապրիր եւ դավանիր։ Հիսուս Քրիստոսի կյանքը ծնունդ գալը հենց սրա մասին էր, որ նա խոսքը լինի աշխարհի մեջ։ Եվ նա այսօր մարմին է փնտրում։ Մեկ ուրիշ տարբերակն էլ կա։ Սատանան երբ որ խոսեց Եվայի հետ դրախտում կամ Եդեմի պարտեզում, նա կարծում եմ չէր կարող այդպես մոտենալ որպես ոգեղեն էյակ եւ խոսել կատարյալ մարդու հետ։ Ինքը կարիք ուներ մարմին հագնելու։ Եվ ինքը հագավ օծի, կերպարանվեց, օծի մարմնով եկավ։ Կրկին կարիք կար մարմնի։ Այսօր աշխարհում սիրելիներ, այս երկուսը այսպես դոգմատիկ չընդունենք, բայց սիմվոլիկ կերպով ընդունենք այսպես. եթե իմ մարմինը եւ իմ կյանքը չի ծառայում Աստծուն, ուրեմն կծառայի սատանային եւ հակառակորդին։ Չէ։ Ես լոյալ դիրք ունեմ։ Ես ոչ այնտեղ եմ, ոչ ախպեր, ես չեմ խորանում, ես հավատացյալների ման չեմ խորանում։ Ես ոչ էլ մարմնավոր չեմ, ես սատանայի հետ ինչ գործ ունեմ, այ մարդ։ Ես ինձ մեջտեղում կանգնած եմ։ Քեզ խաբել են։ Գոյություն չունի։ Կամ պետքա խորանաս։ Չի լինում չխորանալ։ Չէ, չի լինում։ Գիտես խի։ Այս օծը սատանան ինքը քեզ կուլ կտա, եթե չխորանաս։ Ինքը սիրում է գոլ քրիստոնյաներին։ Ինքը շատ մեծ ախորժակով համտեսում է գոլացած քրիստոնյաներին, որոնք ոչ աճ են, ոչ ձախ են։ Մեջտեղում այսպես իրանց համար յոլա են տանում հավատքի կյանքը, Սուրբ Ծնունդին ու Զատիկին էլ, Հարության տոնին էլ գալիս են։ Եկեղեցի, փառք Տիրոջը, լավ ամեն։ Սիրելիս, Սուրբ Ծնունդը ճշմարտությունը խոսելու եւ ապրելու մասին է։ Չկա այլ ընտրանք։ Կարող է ինչ-որ մեկին ես տխրեցրեցի այս պահին, բայց ոչինչ։ Ավելի լավ է տխրենք եւ շտկվենք Աստծո առաջ, քան թե բայց իմ կոչը սա է։ Թույլ կտաս, որ Սուրբ Ծնունդը Քրիստոսի հայտնությունը, փրկարար պատգամը հայտնի լինի աշխարհին քո միջոցով։ Թույլ կտաս թե չէ։ Գիտեք, ես վերջերս մի փոքր ուսումնասիրում էի, նկարներ եւ այլն հանեցի, բայց այսօր ցույց չեմ տա մեկ ուրիշ օր։ Մեր մեջ չկան, չէ՞ ծխող մարդիկ, ձեռք չբարձրացնեք։ Ծխախոտի տուփի վրա ինչ է գրված։ Ինտերնետով փորձեցի գտնել որոշ բաներ, ծխելը վնասակար է առողջության։ Հիմա ծխախոտի անունները փոխել են կարծես։ Ինֆակտ, այդպիսի ծխախոտ կա։ Ինչ լավ է, ծխող չենք, այ մարդ, չենք իմա։ Փչացած ատամներ, սևացած թոք, քաղցկեղ, այդպիսի անուններ կա։ Մարդիկ դադարել են ծխելուց։ Չէ։ Ասենք կներեք էլի, որ սենց համեմատություն եմ անում, բայց թե ասենք օրինակի համար մենք էլ այդպես սիրում, պուպուշ, այբար դե այդպես չենք խոսում ուղիղ Քրիստոսի մասին, ասենք խոսում ենք մի քիչ բարոյականության մասին, մի քիչ լավ բաների մասին ենք խոսում, բան, ու երբեք խորացած չենք խոսում Քրիստոսին ընդունելու մեղքի թողության մասին մեր հարևանի, մեր բարեկամ, մեր ընկերոջ հետ։ Ասենք ուղղակի տես թեթև խոսում ենք, որ դե սուտ խոսալը լավ չի, ճիշտ չի, ասենք երեխաներին դաստիարակելու, Աստված չի սիրում, ասես փոքրիկ ինչ որ բաներ ենք ասում։ Տարբերակ է։ Քանի տարի։ Ինչ ես կարծում այդ փոքրիկ բաները կփոխեն այդ մարդուն։ Հնարավոր է։ Բայց
Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ տեսնում են գրվածը, որ շատ վատ բան է, մարդիկ կարդում են սնունդի վրա, որ ինքը վնասակար է, շոկոլադը, խմորեղենը, ով խմորեղեն չի ուտում։ Ես ուտում եմ։ Գիտեմ, որ վնասակար են, իհարկե գիտեմ, բայց ուտում եմ։ Ես ու դու կարիք ունենք ճշմարտությունը ուղիղ խոսելու։ Եվ ճշմարտությունն է մարդուն ազատ անում։ Չամաչենք երբեք Քրիստոսի մասին խոսել։ Քրիստոսի ծնունդը հենց դրա մասին էր, եւ Քրիստոսը ինքը եկավ աշխարհ խոսելու, պատգամը հաղորդելու եւ փոխանցելու։ Եվ վերջին բան ուզեմ ասել եւ կաղոթենք մի քանի րոպեներ հետո սիրներ Քրիստոսի հայտնությունը խոսում է սատանայի գործերը քանդելու մասին։ Կարեն եղբայրը խոսեց դրա մասին մի կարճ։ Քրիստոսը հայտնվեց, որպեսզի քանդի սատանայի գործունեությունը, սատանայի բոլոր պարիսպները, բերդերը եւ նրա ուժն ու զորությունը խայտառակի եւ պարտության մատնի։ Քրիստոսի հայտնությունը սատանայի պարտության մասին էր։ Սա խոսում է նրա մասին, երբ որ Քրիստոսը հայտնվեց իմ կյանքի մեջ, երբ որ Քրիստոսը ծնվեց իմ կյանքի մեջ, սատանան պարտվեց իմ կյանքի մեջ։ Կարող ես ամեն ասել։ Սատանայի հաղթությունը այնքան ժամանակ է, մինչև որ Քրիստոսը ծնվում է մարդու կյանքի մեջ։ Այո, 2000 տարի առաջ, մեզանից 2000 տարի առաջ Քրիստոսը ծնվել է, լույս աշխարհ է եկել կամ մարդկությանն է եկել, հայտնվել է նրա ծնունդը, մարմնով հայտնվել է, շատ լավ է։ Ինձ ինչ դա։ Ոչինչ։ Պարզապես գեղեցիկ պատմություն։ Եվ վերջ։ Մարդը շարունակում է ապրել սատանայի իշխանության տակ, մինչև որ Քրիստոսին չի ընդունել իր կյանքում որպես Տեր ու Փրկիչ։ Մինչև որ Հիսուս Քրիստոսի ծնունդը իր համար ծնունդ չի դարձել։ Եվ Հիսուս Քրիստոսը խոսելով Նիկոդեմոսի հոգևորականի հետ, նա մեկնաբանեց, ասեց. «Քեզ պետք է նորից ծնվել։ Քեզ պետք է վերստին ծնվել»։ Ո՞րն է վերստին ծնունդը։ Իմ մորս որովայնով նորից էլի ես ծնվում։ Ոչ։ Մարմինից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի է։ Ինչպես է դա լինում։ Դա լինում է, երբ որ մարդը հավատում է Հիսուս Քրիստոսին եւ քիչ առաջ ես աղոթք արեցի, այսպեսի պարզունակ հավատքով աղոթք է անում եւ իր կյանքը հանձնում է Հիսուսին։ Եվ ինքը կամք ունի, համաձայնություն ունի դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտը, հետևորդը։ Եվ հետևի իրեն։ Այդ մարդու կյանքը փոխվում է եւ այդ օրվանից սկսված սատանայի իշխանությունը դադարում է լինել այս մարդու կյանքում։ Այն դադարում է իշխան լինել ինձ համար, այն դադարում է զորություն ունենալ իմ կյանքի վրա, այն կարող է տարբեր փորձեր անել, բայց իմ վրա այլևս իշխանություն չունի։ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ քանդելու սատանայի արքայությունը, քանդելու սատանայի գործերը։ Առաջի Հովհաննես 3:5-8 համարներ այսպես ասում. Եվ գիտեք, որ նա հայտնվեց, ինչու հայտնվեց, որպեսզի մեր մեղքերը վերցնի, իսկ նրա մեջ մեղք չկա։ Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է։ Աստծո որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Էդգար ջան, Աստված հայտնվել է նրա համար, որ սատանայի գործերը քանդի քո կյանքի մեջ։ 20+ տարիներ առաջ Էդգարը սատանայի գործերն էր գործում, ինչպես որ մենք բոլորս։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Քանի տարի առաջ։ 23 տարի առաջ։ Բայց երբ որ իր կյանքը հանձնեց Հիսուս Քրիստոսին, սատանայի իշխանությունը դադարեց զորություն ունենալ իր կյանքի վրա։ Եվ Քրիստոսի իշխանությունը եկավ արդեն Էդգարի կյանքում եւ իմ կյանքում եւ քո կյանքում։ Հիսուս Քրիստոսը հայտնվեց, որպեսզի քանդի սատանայի գործերը։ Գործք 10:38 ասում է. գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր, թե ինչպես Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ, որը շրջում էր բարիք գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որտեղ Աստված նրա հետ էր։ Նա հայտնվեց, որպեսզի ազատի չարչարվածներին, բժշկի հիվանդներին եւ սատանայի կողմից հարստահարվածներին, հալածվածներին, չարչարվածներին, նրանք ովքեր որ սատանայի իշխանության տակ են ապրել մեղքի հետևանքով, նրանց ազատագրի եւ քանդի սատանայի գործերը։ Սուրբ ծնունդը սատանայի գործերը քանդելու մասին է։ Գիտեք, որ չարը արդեն պարտված է սիրներ։ Դեռևս հազարամյակներ առաջ, երբ որ Ադամն ու Եվան մեղք գործեցին, Աստված խոսեց
Ադամի եւ Եվայի տասելով եւ թշնամություն եմ դնում քո եւ կնոջ միջև, քո սերնդի եւ նրա սերնդի միջև։ Օծին էր սա ասում, սատանային էր ասում Աստված։ Նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը։ Քո գլուխը ջախջախվելու է սատանա։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդով, մահով եւ հարությամբ դրվեց այս կնիքը եւ ջախջախվեց սատանայի գլուխը մարդկանց կյանքերի մեջ եւ այս երկրավոր կյանքում։ Սատանան դեռ իշխանություն ունի։ Նա դեռ մարդկանց փորձում է մոլորացնել եւ մոլորացրել է շատերին։ Այսօր ովքեր որ Քրիստոսի կյանքը չեն ապրում եւ չեն հետևում Հիսուս Քրիստոսին, ավտոմատ կերպով նրանք ենթարկվում են սատանային։ Նրանք ենթարկվում են չարի ուժերին եւ չարի կանոններին։ Ինչու, որտեվ այդպես է աշխարհը, նա օդի իշխանն է։ Նա է թելադրում, նա է որոշում եւ նա ազդում է մարդկանց վրա։ Բայց այն քաջ մարդիկ, այն հերոս մարդիկ, այն հոսքին հակառակ գնացող մարդիկ, նրանք ովքեր որ բացվեց իրանց, քո միջոցով լուսավորվեցին, նրանք ովքեր որ մերժել էին լույսը հանկարծ, քո միջոցով ինքը այդ լույսը ընդունեց, հասկացավ։ Եվ ասաց ես այլևս չեմ ուզում ապրել անցյալ կյանքով, ես ուզում Հիսուսին ընդունել իմ կյանքի մեջ։ Բացվեց իրան, ճշմարտությունը բացվեց իրան, եւ ինքը ընդունեց Հիսուս Քրիստոսին իր կյանքի մեջ։ Ճշմարտությունը իրեն ազատեց ամեն սատանայի իշխանությունից։ Այդ օրվանից սկսված ջախջախվեց սատանայի գլուխը քո կյանքի մեջ եւ նրա կյանքի մեջ ում որ դու վկայում ես եւ առաջնորդում ես դեպի Քրիստոսին։ Քրիստոսի ծնունդը սատանայի գործերը քանդելու մասին է։ Երբ որ տեսնում ենք սատանայի գործերը, երբ որ տեսնում ենք սատանայի հաջողությունները, չվախենանք։ Մենք այստեղ ենք Քրիստոսի կողմանե ծնվածներս եւ Քրիստոսը մեր սրտերում ծնվածները նրա համար ենք, որպեսզի սատանայի գործերը քանդեն։ Կարող ես ամեն ասել։ Սատանան իշխանություն չունի վերստին ծնված մարդու կյանքի վրա։ Սատանան զորություն չունի մեր կյանքի վրա, որտեղ մենք մերժել ենք նրան եւ Հիսուսին ենք ընդունել մեր կյանքերի մեջ։ Քրիստոսի ծնունդը քո կյանքի մեջ խոսում է նրա մասին, որ վերջ այլևս սատանայի իշխանությունը քո կյանքի մեջ դադարել է եւ դու պատկանում ես նրան։ Տեղ չտաս նրան երբեք, տեղ չտաս նրա ցանկություններին, տեղ չտաս նրա կանոններին, տեղ չտաս նրան ինչով որ գալիս է քո կյանքի մեջ։ Փակել ես դուռը, փակիր ամուր եւ լայն բաց Աստծո համար քո կյանքի դուռը։ Եվ քո միջոցով թող օրհնվի քո տունն ու քո ընտանիքը, քո միջոցով թող օրհնվեն քո հարազատները, քո բարեկամները, եւ մի հանձնվիր այն մտքի հետ, որ ես սովորական ուղակի հոգեվոր եմ, իմ հոգեվոր կյանքը մի այսպեսի քարշ տալով պետքա ապրեմ, այսպես խեղճ ու կրակ եւ գնամ հավիտենություն, ոչ։ Դու զորություն ունես քանդելու սատանայի գործերը։ Դու իշխանություն ունես սատանայի վրա Հիսուս Քրիստոսի կողմից տրված։ Որտեւ Քրիստոսը ծնվել է քո մեջ եւ դու Քրիստոսի մարմինն ես համարվում որպես եկեղեցու մեկ մասնիկը։ Դու Քրիստոսի ներկայացուցիչն ես, Քրիստոսի դեսպանն ես, Քրիստոսի մասին վկայողն ես այս երկրավոր կյանքում, կասես ամեն։ Դու քո խոսքով, քո աղոթքով, քո ապրելով, քո սրբությամբ քանդում ես սատանայի գործերը, քո կյանքի մասով, չափով եւ նաեւ քո շուրջը, որքան որ դու ունես իշխանություն եւ արտոնություն։ Դու ունես այդ արտոնությունը քո աղոթներով քանդելու, խաղաղություն բերելու։ Երբ որ տեսնում ես ինչ որ մի անարդար մի բան քո շուրջը, կարող ես վրթավել, կարող ես պահանջել, կարող ես քո արդարությունը վերականգնող ինչ որ պահանջներ ներկայացնել, բայց կարող ես Քրիստոսի զորությամբ ուղակի կապել սատանային։ Ոգեղեն էղյակ է նա, շատ լավ։ Ես չեմ տեսնում ֆիզիկական բռնցքան մարդի չպետքա բռնկվեմ։ Փայտ կամ մի զենք չպետքա վերցնեմ նրա դեմ պատերազմելու։ Դրա կարիքը չկա։ Ոգեղեն էակ է, ուրեմն իմ խոսքի զորությունը, ուրեմն իմ հավատքի զորությունը, ուրեմն իմ Քրիստոսի զորությունը նրան բավարար է կապելու եւ դուրս վռնդելու։ Այն վայրը, որտեղ որ ես գնում եմ եւ իմ արդարությունն է, իմ ճշմարտությունն է, իմ իրավունքն է եւ այնտեղ ինձ մերժում են, շատ լավ։ Աստծո զորությունը։ Ինչ որ մեկը անարդարացի է, ինչ որ բիրավիճակ է տիրում, որ աշխարհիկ օրինակ մեկ անգամ եմ ասել, աշխարհիկ տղաներ են հավաքվել են, հեսա կես րոպե պակաս է որ պետքա իրար տուր դմփոս լինի, պետքա ծեծեն իրար ու ով Աստված գիտի ինչեր կարող է լինել։ Բայց իրանք չգիտեն որ պատահական մի անցորդ Կարեն այնտեղից անցնում է, որը լույսո զավակ է, լույսի զավակն է, որ ունի իշխանություն սատանայի գործը քանդելու։ Հոգևոր աշխարհում չենք տեսնում մենք, բայց սատանան ինչ անում է, ջահել երեխեքին, տղերքին, ասում է, տեսար քեզ ոնց նայեց, լսեցիր ինքը քեզ ինչ ասեց, բայց դու հիշեցիր, հələ հիշի քեզ քո մասին ինչ այն կասել, եւ ինքը սկսում է խոսալ, բայց դու sense բան ես ասել իմ մասին, կարաս խոսքերի եւ սատանան հրահրում է նրանց։
Բայց այդտեղից անցնում է Կարենը։ Այո, սատանան նրանց վրա իշխանություն ունի, բայց քո վրա չունի։ Իսկ դու սատանայի վրա ունես իշխանություն։ Դու կարող ես ուղղակի այդտեղ կանգնել հեռու եւ ասել Հիսուսի խաղաղությունն եմ հռչակում այստեղ։ Սատանա, կապում եմ քո գործերը այս երիտասարդների վրայից։ Հիմա կասենք դա աշխատում է, այն էլ ոնց։ Գիտեք ինչու։ Որտեղ սատանան ճանաչում է մեր Տիրոջը։ Ու ինքը գիտի։ Ու Աստված իմ ու քո խոսքը հասանելի է դարձնում, իմ ու քո աղոթքը հասանելի է դարձնում, իմ ու քո վկայությունը հասանելի է դարձնում։ Եթե դու ճշմարտության մեջ ես, եթե դու Աստծո լույսի մեջ ես, եթե դու իսկապես Աստծո հետ ես քայլում, Աստված կանգնում է քո փոխարեն եւ քեզ համար եւ պատերազմում է, որտեղ սատանայի գլուխը արդեն ջախջախված է։ Եվ դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է Հովանու 16:11, եւ նրանց ասած, տեսնում էի սատանային, որ վայր է ընկել երկնքից փայլակի պես, կայծակի նման տեսնում էր Հիսուսը, որ սատանան վայր է ընկել։ Ուրեմն եկեք քանդենք սատանայի գործերը, որ նա շարունակի ավելի խորը վայր ընկնել։ Չհամակերպվես քո կյանքի, քո ընտանիքի, քո կյանքի ինչ որ ձախողումների եւ քո կյանքի որևէ հարցերին, որ դու զգում ես դիվական կամ սատանայի կամ աշխարհային ազդեցությունը կա, քո կյանքը փոխվել է այն օրը, որ Հիսուսը ծնվել է քո մեջ։ Շատ լավ։ Իսկ իմ երեխաների կյանքը, քո երեխաների կյանքը նույնպես։ Տես հավատքով դա, վկայիր եւ խոսիր, ապրիր այդ կյանքը, աղոթիր շարունակաբար։ Հիմա այս աշխարհի դատաստանը, հիմա այս աշխարհի իշխանը դուրս է նետվելու Հովանու 12:31 եւ վերջին համարն եմ կարդում։ Հայտնություն 20:10 այսպես է ասում։ Լավ, եկեք Հայտնություն 22:3 եւ հետո նոր 10-ը։ Նա բռնեց վիշապին, այն առաջին օծին, որ դևն է, եւ սատանան, եւ 1000 տարով կապեց նրան գցեց անդունդը, փակեց ու վրան կնիկ դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, մինչև 1000 տարին լրանա։ Դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի։ Հրեշտակը բռնեց սատանային, կապեց ու գցեց անդունդը, եւ 1000 տարի է սատանան չկարողացավ ոչինչ անի։ Այսքան թույլ է ինքը, այո, իմ Աստծո դեմ, իմ Աստծո հրեշտակների եւ Աստծո զավակների դեմ նա թույլ էակ է։ Ուրեմն ինչու չապրել։ Ինչու չապրել Քրիստոսի հայտնության կյանքը։ Քրիստոսը հայտնվել է։ Նա ծնվել է իմ կյանքում։ Հայտնություն 20:10 իսկ դևը նրանց մոլորեցնողը կրակի ու ծծմբի լիճը կգցվի, որտեղ էին գազանը եւ սուտ մարգարեն եւ գիշեր ու զոր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։ Թույլ տուր, որ Աստծո զորությունը քո միջոցով դրսևորվի։ Քո աղոթքով, քո ծոմապահությունով, քո սրբությամբ, եկեղեցի գալով, Աստծուն ծառայելով, քո հավատքով։ Թույլ տուր Աստծո զորությունը դրսևորվի։ Մի վախեցիր, մի ամաչիր։ Թույլ տուր Աստծո իշխանությունը քո շուրջը տարածվի։ Հիսուս Քրիստոսը հաղթող էր, նա թագավոր է, նա ծնվել է եւ ծնվել է իմ կյանքի մեջ։ Թող նրանք մտածեն, ում կյանքի մեջ Հիսուսը չկա, գոյություն չունի։ Իսկ ես գիտեմ, որ ես ունեմ վերստին ծնունդ եւ Քրիստոսը իմ Տերն է, իմ Աստվածը եւ իմ Փրկիչն է։ Հրավիրում եմ աղոթելու սիրներ։